Շատ տրամաբանական հարց եք տալիս, ես էլ դրան շատ տրամաբանական կպատասխանեմ, այսօրվա մեր կառավարիչների վատ կառավարման հետևանքով բավականին շատ անսահման շատ ես կասեի անգամ ապօրինի գործողություններ կան, գործունեություն կա, որ չեն կարողանում կառավարել եւ հիմա դրանք բոլորը օրինականացնենք, հա, ասենք բանը մարդասպանությունը, կոռուպցիան եւ այլն բան չէ, թալանը եւ այլն բան։ Եթե չեն կարողանում պայքարել, բռնենք օրինականացնենք, այսինքն դա լավագույն լուծումը չէ։ Ինչ վերաբերում է բանակին եւ անվտանգության կազմակերպմանը, ակնհայտ է, որ այս կառավարությունը չի կարողանում անվտանգության հարցը լուծել, իսկ դա պետության համար մեկ ֆունկցիան է, քաղաքացու անվտանգությունը պետք է ապահովի, որ քաղաքացին կարողանա վարձահատույց լինել նաեւ պետության, իր այդ ծառայության համար։ Եվ սա ասես փոխադարձ հանրություն, պետություն, այո, այդ առողջ կապն է, որով մեկը մյուսի առջև պարտավորվածություն ունեն։ Այս օրենքով այդ առողջ հիմքը բանը բացասական սեգրեգացիայի է ենթարկվում, այսինքն մարդկանց իրենց կարողության, հա, ասենք կապ չունի ինչ ոնց ինչ ձևով են ձեռք բերել, մեկը օրինական, մեկը ապօրինի, այդ գումարը տալով դու դուրս ես գալիս այդ պարտավորությունից, եթե դու կարող ես փող տալ եւ որևէ պարտականություն չկատարել պետության նկատմամբ, նշանակում է այդ պետությունը այլևս չի դառնում այն էմոցիոնալ կապ չի լինում այդ պետության հետ, հա, այդ հայրենիք, բան, ասենք ինչ որ բաներ չկան, կա զուտ չոր հաշվարկ, կոպիտ ասած, այդ դեպքում ինչ իմաստունի դառնալ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երբ որ դրանից այդ իրենց նշած թվից, հա, ավելի ցածր գնով մարդիկ, որ ասում են, չէ, ներգաղթա լինելու ես միշտ բան գալու են, որ իրանց տղաներին բանչանեն, չազատեն բանակից։ Ավելի քիչ գնով մարդիկ կարող են գնալ օրինակ Արգենտինա, այնտեղ քաղաքացիություն ձեռք բերել եւ իրանց տղան լինի Արգենտինայի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինի, չծառայի ընդհանրապես հայկական բանակում եւ վերջնա գնա։ Ասենք այդ իրանց նշած գնի կես գնով, 8 միլիոն դրամով, ոչ թե 15 միլիոնով։ Հիմա ես մեկ տղա ունեմ, պատկերացեք եւս 2-3 տղա ունենամ, ինչը հիմա իրենց ոնց են բանանել, ասենք մեկին կարողացել մյուսին չանեն, բայ երեխաների մեջ տարբերություն բանել, ասենք հասկանում, մեկ ինքը անառողջ միջավայր էր ստեղծելու եւ հանրության մեջ, եւ բանակում, եւ ամբողջ պետական ապարատում։ Կարծում եք մինչեւ վերջ կգնան իշխանական պատգամավորները, եթե ազգային ժողովում դրվի քննարկման եւ հանրային արձագանքը ինչ ակնկալել հանրային արձագանքի տեսանկյունից։ Հանրային արձագանքը բուրն էր, դա շատ ողջունելի է, նշանակում է դա շատ եւ շատ մարդիկ կան, ովքեր ողջամիտ են մտածում եւ այնուամենայնիվ ես համատարած բարոյալքման եւ քայքայման մեկը մյուսին դեմ հանող է, այս քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյան եւ ԿՊ-ն, այդ ամենը դեռևս չի կործանել մեզ եւ կա ողջամիտ խոսք, կա դրա տեղը եւ դրա ազդեցությունը եւ ես ողջունում եմ այդ բոլոր մարդկանց, իրենց խոսքը եւ իրենց արձագանքը, այո, անիմաստ չէր, դա ունեցավ ազդեցություն եւ ես հուսով եմ այդ ազդեցությունը մինչեւ վերջ կպահպանվի, որտեղ սա նաեւ քայքայելու էր բանակը։ Տեսեք, այս տեսանկյունից եթե միայն հարուստներն են դուրս գալու եւ մնալու են աղքատները, իսկ դա նշանակում է ունենալու են աղքատների, հետեւաբար նաեւ տգետների բանակ, իսկ աղքատները եւ տգետները չեն կարող անվտանգություն ապահովել, որտեղ բանակը դա մենակ այդ ֆիզիկական ուժը չի, մենակ այդ խրամատում քլունգով փոսփորելու համար չի, այնտեղ ինտելեկտ է, այդ բանակը նախ եւ առաջ ինտելեկտ է, կռիվները, պատերազմները ինտելեկտով են հաղթում, ոչ թե միայն զուտ դες ֆիզիկական ուժի հաշվին, ոնց որ փորձում են կամ քանակի հաշվին, ոնց որ մեզ փորձում են ներկայացնել Նիկոլները, այդպես չէ։ Ես բանակ եմ ծառայել բանից հետո, մագիստրոսի կրթության որակ ստանալուց հետո, եւ գնացել եմ նոր ու հասկացել ինչքան կարեւոր տեղ եւ դեր ունի բարձրագույն կրթություն ունեցող մարդը բանակում, դա շատ կարեւոր բան է։ Եթե տես չլիներ, դե պատկերացեք, ասենք հոբ զորքերում, որտեղ ես եմ ծառայել, բա ոնց են սեփական անազգանու գրել չիմացող մարդը, օրինակ ոնց էր կարողանալու այդ բար տեխնիկայից գլուխ անել։ Դրա համար խելք է պետք։ Հետևաբար, այո, մեր բանակին բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց ոչ այսպիսի խայտառակ բարեփոխումներ, հա, որտեղ աչքը ուղղելու փոխեն, ավելի ճիշտ կամ ունքը ուղղելու փոխեն աչքն ենք անում։ Պարոն Սահակյան, սա ըստ էության իշխանության արձագանք չի հանրային վարքի։ Այսինքն մարդիկ արձանագրում են հանրության կողմից գործողություններ, պատերազմից Արցախը կորցնելուց հետո մենք ունենք ընտանիքներ, որոնք պետք է որ ինքնապաշտպանական բնազդով հակառակը մի բան էլ պահանջեին, որ աղջիկներն են ներգրավեն բանակում, որտեղ մենք կարծես թե 29743-ը չպետք է կորցնենք ու ամեն ինչ անենք այն պահելու համար, եւ երբ որ հանրային արձագանքը այդ ամենին adekvat չէ, այսինքն դու կորուստներից հետո փորձում ես ամեն գրնով երեխայիդ ազատել, չմտածելով ով պետք է այդ դեպքում պաշտպանես մնացած կտորը, բնական է իշխանությունն էլ կփորձի կառավարել այդ արձագանքը, այդ հանրային դիրքորոշումը։ Չգիտեմ, այստեղ շատ խորը խնդիր կա եւ միայն իշխանություններին պատասխան
փոխանատվություն դնել իշխանությունների վրա, կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ։ Ճիշտ է, խնդիրը բազմաշերտ է, բայց կառավարողները իշխանություններն են եւ նրանք պետք է լուծեն այդ հարցերը։ Հանրությունը, ես կարծում եմ, շատ adekvat է արձագանքել այդ ամենին։ Բանակից խուսափելու այս տենդենսը, որ եղել է, դա փոքրամասնություն է եղել միշտ եւ ինքը չի եղել նոր կամ այս 20 թվականի պատերազմից հետո, եղել է միշտ։ Ես երբ որ ուսանող էի, կամ դրանից առաջ ես հիշում եմ մենք մի հատ ընկեր ունենք իր հայրը այդպես հպարտությամբ ասում էր բան իմ տղեն չի գնալու բանակ թե չէ ես կխայտարակեմ բան ամոթա ինչ որ sense բաներ ասում ենք ես ինչ ես ասում ու այդպես ինչ որ խարախոսակցություն եղավ բան այսինքն այդ տենդենսը այդ process-ը միշտ էլ եղել է եւ գնացել են ոչ թե բանակ չծառայելու համար ընդհանրապես այլ այս անարդար միջավայրից հասկանում եք, երբ որ բանակում դեպքեր են լինում խաղ ժամանակ մարդիկ են զոհվում, դատարանները նորմալ չէին արձագանքում, բան չէր, իսկ լիքը այդ համակարգի երբ որ չեն աշխատել, կոռուպցիան ամեն տեղ էր, մարդիկ գնում են դրանից, անարդարությունից, կոռուպցիայից, իրավական առումով պաշտպանված չլինելուց եւ այլն։ Այնպես չէ որ մեր քաղաքացին, սեփական հայրենիքը, սեփական պետությունը չի ուզում պաշտպանել եւ բանակ չի ուզում գնալ ծառայել, չկա նման բան։ Դա փոքրամասնության մոտ է միշտ եղել եւ դա կա բոլոր ազգերի մեջ։ Տեսեք նույն Ռուսաստանում եւ Ուկրաինայում հենց հիմա թեժ պատերազմի ինչքան ռուս եւ ինչքան ուկրաիներ են, չէ, փորձում փախնել սեփական երկրի պաշտպանությունից, հա, անկախ բանից թե ով ինչ մոտիվացիա ունի պատերազմին։ Բայց մենք տեսանք, չէ, տենդենսը միլիոնավոր մարդիկ փախան։ Դրա մասին չեն խոսում, բայց այդտեղ հանկարծ ասենք ինչ որ 8000 հոգի փորձել է գնալ ինչ-ինչ պատճառներով դա դարձել են մեծ պատմություն։ Այո, դա մեծ պատմություն պետք է դարձվեր, բայց դրական առումով փորձելով վեր հանել խնդիրները եւ դրանք լուծել, ոչ թե այդ վատ երևույթը օրինականացնել։ Այս պահին մենք զրուցում ենք եւ ընթանում է Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների մամուլի ասուլիսը ցավոք սրտի չենք հասցնում լսել ինչ ելույթներ են ունենալու նախարարները, բայց մենք այո, մենք այսօր կանդրադառնանք Լավրովի այցին։ Ինչ փոխվեց, ինչ է կարծում պարոն Սահակյան, որ Լավրովը որոշեց գալ Հայաստան եւ արդյոք սпасել երկկողմ հարաբերությունների վիճակի բարելավում, հետեւաբար նաեւ ռետորաբանության երկուստեք, մեղադրական այդ ռետորաբանության փոփոխություն։ Դե Լավրովը եկավ եւ ասաց, որ մենք բարեկամներ ենք, ոչինչ չի փոխվել։ Ոչ մի միջպետական համաձայնագիտություն, ոչ մի միջպետական պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չի չեղարկվել, որը հաստատեց նաեւ Արարատ Միրզոյանը, ասեմ ավելին Արարատ Միրզոյանը նաեւ հաստատեց, որ իրենք մենք ավելի ճիշտ Եվրոպա գնալու այտենց ոչ միտում ենք ունեցել, ոչ ցանկություն ունենք, ոչ դիմում ենք արել եւ մենք հաստատում ենք, որ մենք գնալու ենք Ռուսաստանի ֆորպոստը։ Չէ, բայց ինչու ասած հայտ չենք ներկայացրել, քննարկումներ պարզապես այս պահին չկան։ Քննարկումներ իհարկե չկան։ Իսկ դա չի նշանակում, որ հետո չի լինելու պարոն Սահակյան։ Այս կառավարության օրոք Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ ղեկավարության ժամանակ որևէ քննարկում ռուսահպատակությունից դուրս գալու համար դրանք ուղղակի լինելու են հենց այնպես քննարկումներ։ Դրանք որևէ արժեք չեն ունենալու։ Դա հաստատեց դա հաստատում է իրենց գործողությունը, տեսեք, կարող են քննարկումներ լինել, օրինակ, չգիտեմ, Հունգարիայի հետ են ինչ-որ քննարկումներ անում եւ մեզ բերում ներկայացնեն, որ դա, տեսեք, ահա մենք Եվրոպայի հետ լավ հարաբերություն ենք փորձում ձևավորել եւ այլն, բայց Հունգարիան այն պետությունը, որտեղ ադրբեջանցին հային կացնեց եւ Հունգարիան այդ հանցագործին տվեց Ադրբեջան եւ այնտեղ դարձավ ազգային հերոս։ Իսկ Եվրոպան դες միանշանակ կառույց չէ, միանշանակ տեղ չէ, բան Եվրոպան, Եվրոմիությունը, այն տեղն է, որտեղ օրինակ ադրբեջանցիները, իտալացիները գազ են վաճառում, ռուսական գազ եւ անունը դրել են ադրբեջանական, իբր իրենք էլ աշնեվ փակել են դրա վրա եւ բանը իտալացիները դեմ չեն դրան, այս խնդիր չեն տեսնում, հասկանում եք։ Եվրոպան միանշանակ կառույց չէ, այնտեղ կա Ֆրանսիա, որը միանշանակ պրո-հայկական դիրքորոշում ունի ինչ-ինչ հարցերում եւ մենք այդ պետությունը թողած, ուժեղ այդ պետությունը թողած, միջուկային այդ պետությունը թողած, ընկել ենք ինչ-որ մանր-մուներ, ասենք Սլովակիայի հետ, Հունգարիայի հետ, բան չգիտեմ ինչ այդ ինչ-որ բան են կանում եւ դա մեր հանրությանը ներկայացնում են, իբր մենք պրո-եվրոպական քաղաքականություն ենք վարում, բայց դա կեղծիք է, դա սովորական խաբեություն է, ոնց որ անում են իրենց առօրյայում մնացած Նիկոլ Փաշինյանները, այս 7-8 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել, հասկանում եք, իսկ իրական գործողությունը այն է, որ ռուսական բանակը դեռևս այստեղ է, ռուսական ազդեցությունը այստեղ մեծանում է, մենք դեռևս ֆորպոստ ենք, ռուսների շնորհիվ մենք կորցեցինք Արցախը, ռուսները մեզ դավաճանեցին, հստակ այդ պատերազմի ժամանակ նրանք դավաճանեցին, իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարեցին, բայց մենք շարունակում ենք կատարել մեր պայմանագրային պարտավորությունները Ռուսաստանի առջև եւ դրանով բանը այդ գործողությունը քաղաքականությունը ոչ միայն հայտարարություններն, այլև ռեալ հողի վրա գործողություն։ Ըստ այդ գործողությունների մենք դեռևս ռուսական ազդեցության գոտի ենք այստեղ եւ ոչինչ չենք անում դրանից ձերբազատվելու համար։ Կարող է հայտարարություններ ինչ-որ sense
բաներ անում ենք, որովհետև հանրությունը իրականում պահանջ ունի դրա, հասկանում եք, ախր այս պատերազմից հետո չգիտեմ, ամենավերջի տգետը անգամ հասկացավ էլի, որ ռուսները մեր իրական դաշնակիցը չեն։ Եվ հանրության մոտ այդ բնական պահանջը առաջացավ, այդ կեղծ դաշնակցային հարաբերություն թողնել եւ իրական դաշնակից պետությունների հետ հարաբերություններ կառուցել։ Այդ պահանջը քաղաքական խնդիր են լուծում, երբ Ռուսաստանին մեղադրում են էլ հիբրիդային պատերազմ տանելու մեջ, էլ չգիտեմ պարտավորությունները չկատարելու եւ հազարում մի այլ մեղադրանքներ։ Դա տեղեկատվական պատերազմի մասն է, որպես ուրիշ ոչինչ ավելին։ Ունեք Ֆրանսիայի հետ ինչ որ մի հատ ռեալ գործնական ինչ-որ բան արվեց, բացի այն 4-5 հատ Ցեզարն է, որ ուղարկեց, Ֆրանսիան ուղարկեց, ոչ թե մենք բանարեցինք էլի, եւ վերջ, Ֆրանսիան այսինքն ցույց տվեց, որ մենք կարող ենք, չէ, նման հնարավորություն կա, դու կարող եք ունենալ ժամանակակից բարձրորակ զենք, ահա ես ուղարկում ձեզ բան, ինչ արեց հայկական կողմը, այդպես ոչ մի բան, թողել էր երկար ժամանակ մնացել էր Վրաստանում եւ չէին էլ բերում։ Հիմա այսինքն սպասենք, որ այդ ռետորաբանությունն էլ կփոխվի, այսինքն էլ հայտարարություններ էլ չեն հնչի եւ արդյոք այս ամենը կապ ունի նախընտրական այդ տրամաբանության հետ, որ շատերն են գնահատում, որ քաղաքական դաշտը տրամադրված է 2026 թվականի ընտրություններին։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը նաեւ մրցակցության մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բա իհարկե։ Հայտարարություններ հնչելու են, որովհետեւ կա այդ հանրության այդ 70%-ի պահանջը կա եւ նրանց սեփական ցանցը գցելու խնդիր կա, այսպես ասած։ Բայց դուք նայեք եվրոպական կողմի ազդեցությունը, այն ժամանակ շատ ակտիվ են, ինտենսիվ գալիս են գնում այնտեղ ինչ որ քննարկումներ, հա, եվրոպական երկրների եւ ոչ միայն եվրոպական արևմտյան երկրների կողմից շատ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ, հետո դա կտրուկ կորեց։ Այսինքն Հայաստանը երբ որ չարեց դրան այդ ցուցադրված արձագանքին adekvat պատասխան, կտրուկ կորեց իրանք անցան իրենց գործեր, մեզ թողեցին մեր Ալիևի եւ Պուտինի հետ միասին էլի, հասկանում եք, էսա մեր տեղը, դա Նիկոլ Փաշինյանը ընտրած ուղին է։ Ինքը ասում է, չէ, մենք 3 գումարած 3-ն ենք ընտրում, մենք մեր հարևաններին չենք կարող փոխել, հետեւաբար պետք է այս իրողությունների հետ հաշվի նստել, ինքը նստել է իր պատկերացրած, իր համար ստեղծած իրողությունների հետ, որտեղ Ալիևը, Էրդողանը եւ Պուտինը որոշում են հաջորդի ճակատագիրը։